Բարի լույս։ Բարի լույս։ Մարտի 29-ին կկայանա Հոբելյանական 5-րդ հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021 թվականին նախաձեռնված հայկական համադպրոցական գիտության փառատոնի հիմնական նպատակներից մեկն է դպրոցահասակների շրջանում սերմանել գիտության հետազոտությունների նկատմամբ հետաքրքրություն, իրականացնել նորարարական նախագծեր ու հմտորեն ներկայացնել դրանք։ Եվ եզրափակիչ փուլից առաջ հետաքրքիր զրույց կունենանք մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Վանաձորի թիվ 21 դպրոցի ուսուցիչ Նելի Ստեփանյանը, բարի առավոտ, շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել, եւ նույն դպրոցի նախկին աշակերտուհի 2023 թվականի մրցույթի հաղթող, արդեն ուսանողուհի Վերոնիկա Ղազարյանը, բարի առավոտ Վերոնիկա, շնորհավորում ենք ձեզ, դուք կյանքի շատ կարևոր փուլ եք մտել եւ խնդրում եմ սկսենք ձեզանից, մեր շատ սիրելի ուսուցչուհուց Տիկին Ղազարյան, պատմեք, կարծես թե Տիկին Ստեփանյան, կարծես թե սա ձեզ մոտ ավանդույթ է դարձել հաղթողների ցուցակում լինելը։ Այո, 2021 թվականից հենց գիտության փառատոնի առաջին մեկնարկից մենք մասնակից ենք եղել եւ այս 4 տարիների ընթացքում մոտ 12 նախագծեր ենք ներկայացրել համատեղ եւ համագործակցելով նաեւ այլ մարզերի աշակերտների եւ ուսուցիչների հետ եւ ունեցել ենք 10 հաղթանակներ։ Բայց ամենաառաջին գիտության փառատոնի մեկնարկի ամենաառաջին հաղթանակը գրանցել ենք հետաքրքիր երկար պատմություն ունեցող մի ծրագրի մասին։ 2018 թվականին կտակի կողմից առաջին անգամ Հայաստանում փորձեցին ներդնել հեռավար ուսուցման համակարգը եւ հայտարարվեց քիմիա եւ ֆիզիկա առարկաների մրցույթ։ Այդ ժամանակ քիմիա առարկան ընտրվեցի ես, ֆիզիկա առարկան Արատի մարզի Ջրահովիտի դպրոցի միջնակարգ դպրոցի տնօրեն Սիլվա Գրիգորյանը եւ երկուսով այնպես ստացվեց, որ սկսեցինք հեռավար ձևաչափով աշխատել Գեղարքունիքի մարզի Կալավանի եւ Անտառամեջի գյուղերում։ Չասեք հեռավար երեխաներին կարողացել քիմիա սովորացնել։ Ոչ միայն սովորեցնել, այլ մոտիվացնել ու բերել դեպի գիտական, գիտության ոլորտ եւ հեռավար ձևաչափով կրթության ընթացքում հասկացանք, որ այս գյուղերում դեռևս ջեռուցման որոշակի խնդիրներ կային։ Որոշեցինք ինչ անել եւ ինչպես փորձել օգտակար լինել եւ մեր սաների եւ Ջրահովիտի սաների հետ արդեն հեռավար ուսուցման համակարգում համատեղ ստեղծեցինք մի հետաքրքիր նախագիծ այլընտրանքային բրիկետների արտադրություն եւ առաջին հենց Ներողություն, որն է այլընտրանքային բրիկետները, դա այն է ինչ որ ատամներին ոչ որպես վառելանյութ, փայտի, թեփի եւ որ մենք էլ հասկանանք։ Եվ այդ նախագիծը բերեցին գիտության փառատոն։ Հենց առաջին տարին ունեցանք հատուկ մրցանակ, Innovation Award ARPA-ի հատուկ մրցանակը, եւ այդ մրցանակը հետաքրքիր ձևաչափով մեր աշակերտները կտակում հանձնեցին Կալավանի եւ Անտառամեջի դպրոցներին։ Դրանից հետո կապը իհարկե չկտրվեց, մենք իմացանք, որ այդ գումարով նրանք կարողացել են ստեղծել սարքը եւ ջեռուցման իրենց խնդիրը երկու տարբեր մարզի աշակերտներ եւ ուսուցիչներ լուծել են։ Netflix-ի սերիալների մեջի քիմիայի դասատուին եք ինձ հիշեցնում, որ կարողանում է, չէ՞, տենց հրաշքներով, որովհետեւ թույլ տվեք խոստովանել եւ ձեզ համար է գաղտնիք չի լինի եւ հեռուստադիտողների քիմիա առարկան դասարանից, եթե 2 հոգի կարողանա սովորել, դա հերոսություն է այդ ուսուցչի համար։ Ինչպես է ձեզ հաջողվում այդ մեթոդաբանությունը կիրառել, հերիք չի երեխաներին էլ մոտեցնել դեպի գիտությանը։ Ես անգամ մաթեմատիկա չկարողացա սովորել, քիմիային չեմ։ Հիմա տեսեք, ուսուցչի առաքելությունը միայն ակադեմիական գիտելիքները փոխանցելը չէ։ Ուսուցիչը պետք է կարողանա մոտիվացնել երեխային նաև որպես իրազեկված ապագա քաղաքացի կրթվել եւ առաջին տարին չի արդեն շուրջ 8 տարի որպես հեռավար ձևաչափով դասավանդել եմ տարբեր մարզերում, տարբեր դպրոցներում եւ համագործակցության միջոցով այս գիտության փառատոնի շրջանակներում մենք նաև այլ մարզի աշակերտների հետ ունեցել ենք հաջողություններ։ Ես զուգահեռ նաև աշխատում եմ Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջում որպես դասախոս եւ ուսանողներին նույնպես ներգրավելով բերել ենք դեպի հարթակ։ Ինչ վերաբերվում է այդ մոտիվացիային 2024 թվականից մեր դպրոցը յուրահատուկ երկու մեծ հզոր ծրագրերի մեջ ներգրավվեցինք։ Մենք դասավանդիր Հայաստանի սերունդ դպրոց ենք եւ կտակի կողմից ընտրված մենթոր դպրոց ենք, ովքեր կարողանում են լրացնել գյուղական համայնքներում բացակա ուսուցիչների կարիքը։ Եվ այդ հրավառ ձևաչափով գիտեք մարզի երեխաների համար սա մի հատ
այլ պատկեր է ստեղծում, որովհետև նրանք ամեն անգամ այդ ժամից առաջ միշտ ովքեր որ համակարգում են այդ աշխատանքը ասում են, որ անհամբեր սպասում են, երբ է էկրանից են կայում հայքով հայտնվելու իրենց ուսուցչուհին, եւ գիտության փառատոնը, այսպես ասած, բանալի էր, որտեղ երկու տարբեր դպրոցի երեխաներ ուսուցչի ուղղորդմամբ ընդ որում իրենց գաղափարներն են բերել գիտության փառատոն, առաջարկ երբեք ես ինքս չեմ արել, բայց երբ որ երեխաները տեսնում էին, որ այլ դպրոցի աշակերտները մասնակից են դառնում, իսկ ինչպես մենք կարող ենք մասնակցել։ Գիտեք, ինչքան շատ առաջարկներ են եղել եւ երբեմն այդ առաջարկների մի մասը, երբ որ տեսել եմ, որ հետազոտական լուրջ խնդիրներ կան, երբ որ ասել եմ երեխաներ, գիտեք, եկեք այս տարի չտանենք, հաջորդ տարի անպայման կներկայացնենք մի տեսակ հիասթափություն, բայց հաջորդ տարի եղել են նաև նման գաղափարներ, որ իրատեսական ու իրականում ստացվել է այդ Ճիշտ մարտավարություն, ճիշտ հարձակում եւ հետո հաղթանակ։ Այո, որովհետեւ Քիմիայի շղթաների պես։ Նայեք, հա իրականում շղթա է եղել, տեսեք 2021 թվականից այս նախաձեռնությունը ուղղակի հիանալի շատ լավ միջոց հանդիսացավ, որ մենք հայտնվեցինք ու հենց առաջին տարին ունեցանք հաղթանակ ու սա ամենամեծ ձեռքբերումն էր, որից հետո մենք շատ նման նախագծերով այսպես շղթայական ձևով ներկայացրեցինք նաև երիտասարդ գիտնականների եւ ճարտարագիտական մեծ օլիմպիադայի շրջանակներում, այնտեղ էլ նոր ձեռքբերումներ ունեցանք միջազգային մրցանակներ, որի արդյունքում էլ 2023 թվականին ես ստացել եմ տարվա լավագույն ուսուցիչ կոչումը։ Այսինքն երեխաների կատարված աշխատանքները պետք է ուղղակի ուղղորդել ու միշտ պետք է մտածենք, որ մեր սերունդը պետք է անպայման ոչ միայն ակադեմիական գիտելիքներով հարուստ, այլ այդ նախաձեռնողականությունը, այդ համագործակցությունը բերում է շատ ավելի մեծ նվաճում։ Հրաշալի է, մենք ձեզ նորից շնորհավորում ենք, Վերոնիկա, բարի առավոտ։ Մենք ձեզ շնորհավորում ենք, որտեղ դուք արդեն նախ եւ առաջ մտել եք նոր կյանք, ուսանողի կարգավիճակով, պատմեք նախորդ տարի ինչպես ստացվեց ձեր մասնակցությունը հաղթանակը։ Սկզբում ուրեմն երբ որ սովորում էինք դպրոցում, դպրոցի աշակերտներով ունեինք թափոնների, այսպես տեսակավորել էինք, այսինքն պլաստիկա առանձին, թղթերի առանձին ու որոշեցինք, որ մեր այսպես սննդային թափոնները ճիշտ օգտագործենք եւ որոշեցինք մի փորձ կատարել գիտական, սննդային թափոններից որոշեցինք ստանալ կոմպոստ, փորձը իրականացրեցինք ու արդյունք ստացանք, որ տեսանք բույսերը։ Կոմպոստը մեզ նորից հուշեք։ Եվ մեր հեռուստադիտողներին կոմպոստը, այսինքն սննդային թափոնների ու հողի խառնուրդ է, ստանում ենք սև հումուսով հարուստ հող։ Որը ավելի բարեբեր է, չէ՞, երևի։ Այո, բայց քանի որ այդ ժամանակ չկային ինչ-որ մրցույթներ, այդ փորձը այդպես էլ մնաց եւ արդեն հաջորդ տարիներին, երբ որ արդեն մրցույթներ կային նման նախագծերի, որոշեցինք արդեն մասնակցել։ Այդ նախագծով։ Այո, այդ նախագծով տարանք այդ նախագիծը մրցույթին եւ քննարկումներ եղան մեր ժյուրիների հետ, ուրեմն քննարկումների ժամանակ մտքերով փոխանակվեցինք փորձով եւ ժյուրիները խորհուրդներ տվեցին, այսինքն որպեսզի ծրագիրը ավելի ամբողջական լինի եւ ոչ մի թերի կողմեր չունենան։ Այդպես մրցույթը հաջորդ տարիներին նույնպես մասնակցել է, ուրեմն արդեն մենք ունեինք սննդային թափոններից բացի կալիֆոռնիական ворթեր, որոնք նույնպես հողի մեջ էինք միասին խառնում։ Կալիֆոռնիական ворթերը միշտ են եղել այդ հողերում, թե։ Չէ, մենք ձեռք ենք բերել ATP ընկերությունից, ATP ընկերությունը մեզ առաջարկեց եւ օգնություն ցուցաբերեց, այսպես ասած։ Եվ այսպես մենք նախագիծը տարանք ու բացի դա ոչ միայն հումուսով հարուստ հողը օգնում է, որ բույսերը ավելի լավ աճեն, այլ նաև մենք փորձ ենք կատարել, հաշվարկներ արել ու հասկացել ենք, որ ռենտգեն ճառագայթների դեմ է նաև պայքարում։ Եվ այսինքն, երբ որ ռենտգեն ճառագայթների 19 եւ դեռ 19 տարեկան եք, քան ուսումնասիրություններ, դուք գիտությամբ եք զբաղվելու։ Հետաքրքիր է ձեզ այդ աշխարհը։ Իհարկե, միշտ հետաքրքիր է։ Իմացանք, որ ուսանողի որտեղ եք սովորում։ Հայբուսակ բժշկական համալսարանում, այս տարի ցավոք չեմ կարող մասնակցել, արդեն որպես ուսանող եմ։ Ուսանողների համար չկա նմանատիպ։ Գիտության փառատոնի շրջանակներում ինքը նախատեսված է հայկական համադպրոցական հուսանք, որ երկրորդ փուլում արդեն նման նախաձեռնություններ կլինեն եւ ուսանողները նույնպես կգրկվեն, բայց ընդհանուր ինքը համարվում է համադպրոցական։ Տիկին Ստեփանյանը ինչ ներդրում է ունենում աշակերտների կյանքում, որպեսզի նրանք հետաքրքրվեն գիտությամբ եւ ի վերջո սովորեն այս բարդ առարկան։ Մենք խոստովանեցինք, որ այդ առարկան, գիտեք, որ այդքան էլ հեշտ չէ յուրացնելու համար մեր իրականության մեջ եւ մեր մասնագետների շրջանում։
Իրականում ոգևորող խոսքերը, աջակցությունը, տարբեր համագործակցություններ ստեղծելը, որովհետև մենք համագործակցել ենք Պոլիտեխնիկական քոլեջի ուսանողների հետ միասին, նաև մրցույթի շրջանակներում ձեռք ենք բերել նոր ընկերներ, այնտեղ ունենք նաև այսպես ընկերներ ենք ստեղծել եւ մինչ օրս կապը պահում ենք, այսինքն փոխանակվում ենք մտքերով, ինչ նոր գաղափարներ ունի ու բացի դա նույնիսկ ավելի թույլ սովորող աշակերտները, ուսանողները, այսինքն եթե իրենք չեն սովորում գերազանց, նաև իրենց ամենափոքր արտահայտած միտքը կարող է մեծ ինչ-որ գաղափար լինել։ Վատ սովորողների հետ լավ եղեք, վաղը նրանք ձեզ աշխատանքի են տեղավորելու, նրանց էլ պետք է ուշադրություն դարձնել։ Ամեն մեկը երևի գիտության մեջ էլ բնության մեջ իր տեղն է զբաղեցնում։ Եվ խնդրում եմ նաև պատմիր ինչպես է եղել գիտության նկատմամբ քո սերը եւ ինչ ես ուզում հայտնագործես, որն է քո մեծ երազանքը։ Մենք բոլորս փոքր ժամանակ ուզում ենք գնալ տիեզերք, գիտության մարդ ինձ թվում է սահմաններ պիտի չունենա մտքի թռիչքի առումով։ Ինչ ես ուզում ստեղծել։ Այս պահին մտքեր չունեմ ճիշտն ասած, բայց գիտությունը շատ հետաքրքիր է, փորձեր կատարելը, ընկերները, մտքեր փոխանակելը, միասին ինչ-որ հետաքրքիր աշխատանքներ կատարելը, որովհետև խմբակային աշխատանքները ավելի այսպես ոգևորող են, միասին օգնում ենք միմյանց ինչ-որ իրագործություններ անում։ Եվ մենք տեսնենք այստեղ ինչ եք 2024 թվականին մենք ներկայացել ենք 3 նախագծերով, 3 նախագծերն էլ հաղթանակ ենք ունեցել։ Առաջին նախագիծը համագործակցել ենք որպես Սերուն դպրոց Ալավերդու թիվ 10 միջնակարգ դպրոցի սաների հետ։ Երկրորդ նախագիծը, որ ներկայացրել ենք Արարատի մարզի Նորից ջրահավիտի իմ հեռավար աշակերտների հետ միասին, եւ երրորդ նախագիծը ներկայացրեցին մեր փոքրիկները 5-րդ դասարանի աշակերտները, այսօր ում իրենց ուղերձը ես փորձել եմ նաև բերել այստեղ, որովհետև հատուկ իրենք նշել են, որ անպայման ձեզ փոխանցեմ։ Նախագիծը ներկայացվում էր, կոչվում էր Լորին ամոքում է։ Այսինքն սա մեր էնդեմիկ տեսակի խոտաբույսերն են, դեղաբույսերը, որոնք առողջության ամենամեծ գրավականներից մեկն են, եւ իրենք հատուկ նաև ձեզ նամակներ ունեն ներսում։ Մենք դա անպայման կկարդանք։ Սիրելի ընթերցող, մեր ձեռքերով հավաքած այս անմահական բույսը թող քեզ առողջություն պարգևի եւ հիշիր Լորին ամոքում է Մանանա Հայրապետյան։ Շնորհակալություն Մանանային եւ կարծում եմ նույն դեղաբույսով պատրաստած է խնդիրներ, քանի որ հիշիր Լորին ամոքում է։ Այս դեղաբույսերը կհանգստացնեն մեզ, մեր նոր կյանքը կպարգևեն եւ շնորհակալություն։ Ձեզ մաղթում ենք այդ էնտուզիազմը երբեք չպակասի իրականում ձեր միջից, որովհետեւ այո, Տիկին Ստեփանյան, դուք կարողանաք երեխաներին ոգեշնչել։ Ձեզ քաջ առողջություն եւ թող գիտությունը զարգանա հատկապես քիմիայի ոլորտում։ Դա մեզ ոգևորում է, լավ օր ձեզ։ Շնորհակալություն ձեզ։ Հիմա մեր եթերում կլինի կարճատև դադար, հետո շարունակենք։